Բարև ձեզ, պարոն նախագահ, անունս Կարեն է։ Ես իմ շրջապատում ճանաչվում եմ որպես հայտնի քոչարյանական, անգամ պիցայակեր, որը չեմ էլ սիրում պիցա։ Ես հիմա այս ընթացքում, որ մարդկանց հետ շփվում եմ, փորձում եմ շատերին համոզել, որ ամսի 7-ին իրենց քվեն տան։ Ինչ խնդիր կա։ Ձեզ ինձ փորձում են տարբեր հարցեր, տարբեր ինչ-որ իրավիճակներ հիշեցնել, շատ են ասում, որ ձեր օրոք, իբրև թե ինչքանով է այդպես եղել խոսքի ազատությունը, սահմանափակված է եղել։ Ես ուզում եմ այսօր մի բան ձեզ անճշտել։ Նաև տեսնում ենք, թե ինչպես են վարվում իշխանությունները, անգամ իրանց ընդդիմախոսների նկատմամբ երկու առաջ մի տղայի ձերբակալեցին, այսօր արդեն կալանքի տարան, զուտ ընդդիմախոսության համար։ Ես ուզում եմ իմանալ, եթե դուք գաք իշխանության, ինչպես է լինելու մամուլը եւ ինչպես են լինելու ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքը։ Որտեվ շատ են ինձ ասում, այ քոչարյան, իհարկե չափազանցությունների երթ սահման չկա, ես ձեզանից ուզում եմ իմանալ ինչպես է լինելու մամուլը եւ հասկացա։ Նայեք, 10 տարվա ընթացքում եղել է իմ հիշողությամբ մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր, Տիգրան Նագդալյանը։ Եվ այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործչի եղբայրը եւ ինչքան ես գիտեմ, նաեւ դա ընտանիքի որոշում էր։ Իմ հիշելով նաեւ դատապարտվել է եւս մեկ լրագրող, որը դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար։ Բանակից խուսափեց, հարևանի երկու երեխային գրեց իր անունով, հետո ինքը իր մոր վրա ցուցմունք է տվել, որ դա մերն է արել, ոչ թե ինքն է արել դատարանում։ Դուք պատկերացնում եք մարդ, որը ցուցմունք է տալիս սեփական մոր վրա։ Եվ դա փաստեր են, որոնք հնարավոր չի ժխտել։ Եվ դա բերել են, ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում, ինչ կապ ունի խոսքի ազատությունը, հարևանի երկու երեխային, ինքը երեխա չուներ, ամուսնացած չէր։ Հա, հիմա էլ չունի, հիմա էլ չի ամուսնացած։ Ինչ կապ ունի այդ հանգամանքը խոսքի ազատության հետ։ Նայեք, հիմա խոսքի ազատությունը ճնշելը շատ ավելի դժվար է։ Հիմա ես պատկերացնում եմ, հիմա ոչ թե լրատվամիջոցներն են փորձում ճնշել։ Հիմա Facebook-յան լայք դնելու համար աշխատանքից են հեռացնում։ Ոչ թե լրագրողներին են ճշտում, քաղաքացիներին են ճշտում լրագրողների հետ հարաբերվելու համար կամ լրատվամիջոցների հետ հարաբերվելու համար։ Սա ավելի վատ է։ Ասեմ, շատ ավելի վատ տարբերակ է։ Բազմաթիվ են, հարյուրավոր, հազարավոր են օրինակները, երբ լայքերի համար մարդկանց աշխատանքից ազատում են։ Ոնց հիմա իդեպ նաև թմրամոլության աճը, հանցագործությունների անգամներով աճը նաև դրա հետ է կապված, որովհետև պարտադրում են ոստիկանությանը հետևել Facebook-յան գրառումներին, այլ ոչ թե զբաղվել հանցագործությունների բացահայտմանը։ Սա է պատճառը, ուրեմն հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար եւ ստե բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, պրոբլեմ չեք ունենալ։ Հա? Նայեք, 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ, մեկ ցույց, տևել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել, մի մարդ, հետո եղավ 2008 թվականը ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը, մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը և հիմնական պատասխանատու և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Համեմատեք վերցրեք սաղ ցուցակները մարդկանց, ով ինչ եւ համեմատեք այսօրվա հետ։ Համեմատության եզրեր չկա։ Եվ քանակային եւ բովանդակային։